Բարև ձեզ հարգելի ծնողներ եւ սիրելի երեխաներ։ Այսօր մենք կսովորենք Չ բաղաձայն հնչյունը եւ նրա տառերը։ Սկսում ենք այո ոչ խաղից։ Սա ճուտիկ է։ Այո, սա փամփլիկ ճուտիկ է։ Սա ճամպրուկ է։ Ճամպրուկն օգտագործում են ճանապարհորդության մեկնելու ժամանակ։ Սա աղավնի է։ Ոչ, սա ճայ է։ Ճայը սիրում է ձկներ ուտել, դրա համար ջրին մոտ է թռչում։ Սա ճպուռ է։ Սա ճագար է։ Ճագարը նապաստակի խոշոր տեսակն է։ Սա ճանճ է։ Տեսեք ինչքան շատ ճայով բառեր արտասանեցինք։ Ճուտիկ, ճամպրուկ, ճայ, ճպուռ, ճագար, ճանճ։ Այժմ անդրադառնանք հետևյալ թեմատիկ նկարին եւ փորձենք հորինել սիրուն պատմություն։ Չ տարի տեսքով ճյուղի մի կողմին նստել էր ճն, մյուս կողմին նստել էր մյուս ճն։ Երկու ճայերը միասին զրուցում էին։ Նրանք ճոճվում էին ծառի ճյուղին եւ ուզում էին մի սիրուն բառ դառնալ։ Գորտը առաջարկում էր, որ նրանք գորտ բառը դառնան կամ ճահիճ բառը դառնան, քանի որ շատ էր սիրում ճահիճ։ Ճպուռը առաջարկում էր, որ իր անունը գրեն, ճպուռ բառը դառնան։ Ճնճղուկն էլ առաջարկում էր ճնճղուկ դառնալ, բայց սիրուն թռչուններից մեկը որոշեց, որ օն բերի եւ երկու ճայի մեջտեղում տեղադրի եւ դառնա ճոճ բառը։ Տեսեք, ճոճվում էին, ճոճ էին սարքել ճյուղը եւ միասին ճոճվում էին երկու չ տառերը։ Ճոճ, չ, ճպուռ, ճնճղուկ, ճահիճ բառերը ասացինք, որոնց մեջ լսվում էր չ։ Այժմ տեսնենք ինչ տեսք ունի ճն։ Ճն նկարված է ճյուղի տեսքով, ճանապարհի տեսքով, ճագարի տեսքով, ճոճանակի տեսքով, ճարմանդի տեսքով, ճարմանդ երեխաներ։ Աղի դիմաց դնենք չ կդառնա ճաղ։ Սուրից հետո դնենք չ կդառնա սուրճ։ Կարից հետո դնենք չ կդառնա կարճ։ Երեխաները ճոճվում են ճոճանակի վրա։ Սուրճ, ճանճ, ճուտիկ։ Ցուցադրում ենք տպագիր եւ ձեռագիր ճերը։ Մեծատառ տպագիր չ, փոքրատառ տպագիր չ։ Մեծատառ ձեռագիր չ, փոքրատառ ձեռագիր չ։ Հարցնում ենք, որ մասնիկներին են նման, երեխաներն ասում են առաջինը մեծատառ հայի եւ փոքրատառ հայի գծիկներն են, հետո ալիքն է եւ պտույտ է կատարում, կարծես պտտվում է ուղիղ գծի շուրջ եւ ստացվում է սիրուն ճն։ Մեծատառը մի փոքր կլորացնում ենք ծայրը եւ գլխիկ ունի, փոքրատառը գլխիկ չունի։ Այժմ անդրադառնանք դասագրքի առաջադրանքներին։ Մեծատառ տպագիր չ, փոքրատառ տպագիր չ։ Ճանապարհը։ Սա ոլորապտույտ ճանապարհ է, որ անցնում է լեռների միջով։ Ծառի ճյուղերը չորացել են։ Ճնճղուկները ճռվողում են եւ թռչկոտում են օդում։ Ոլորապտույտ ճանապարհով սլանում են մեքենաները։ Ճերմակ թափկով բեռնատարը բոլորին հակառակ ուղղությամբ է գնում, իսկ կարմիր եւ կապույտ մեքենաները գալիս են դեպի մեզ ընդառաջ։ Ոլորապտույտ ճանապարհ, ճյուղ, ճնճղուկ, ճռվողել եւ ճերմակ, որը սպիտակ է նշանակում։ Հետևյալ բառերն օգտագործեցինք եւ ասացինք, որ բառը սկզբում լսվում է չ։ Չ նկարված է ճյուղի տեսքով։ Մուրճ, գործիք է։ Կավիճ, կավիճով գրում են գրատախտակին։ Ճանճ, միջատ է։ Ճպուռ, նույնպես թռչող միջատ է։ Ճայ, թռչուն է, ձկնակեր թռչուն է։ Ճագար,
նապաստակի ավելի մեծ տեսակն է։ Ճիշտ սխալ բառի հակառակն է, կարճ երկար բառի հակառակն է։ Այժմ կարդում ենք համերգ բանաստեղծությունը։ Ճպուրը ճռռում է, ճանճը տզում է, ճայը ճչում է, ճնճղուկը ծլվլում է, ճուտիկը ծվծվում է, մկնիկը ճստճստում է։ Բերնագրին ուշադրություն դարձնենք երեխաներ, տեսեք, ինչպես է գրված համերգ բառը, չագերտների մեջ, հայերենում չագերտների մեջ գրվում է կամ ուրիշի ուղղակի խոսքը, կամ վերնագիրը, կամ մի բան, որը հակառակ իմաստ ունի։ Ինչու է չագերտների մեջ համերգը։ Դուք պատկերացրեցիք, երբ կարդում ենք, մի հատ փորձեք դուք լսել այս ձայները, ինչ որ մենք ասում ենք, ճպուրը ճռռում է, պատկերացրեք, լսեք այդ ճռռոցը։ Ճանճը տզում է, ճայը ճչում է, ճնճղուկը ծլվլում է, ճուտիկը ծվծվում է, մկնիկը ճստճստում է։ Սրանցից յուրաքանչյուրը առանձին մի կերպ տանելի է, բայց պատկերացնում եք, բոլորը միասին սկսեն աղմկել։ Միթե դա համերգ կլինի։ Ոչ, դա մի խայտառակ տհաճ իրադրություն կստեղծի եւ մարդը ականջները բռնած կարող է փախչել այստեղից։ Դրա համար էլ համերգ բառը չագերտների մեջ է։ Համերգը հաճելի երաժշտություն է, որը հաճույքով է լսում։ Դարձկիրը կարդանք։ Ճոճ, ճոճ, հիշում եք, չէ՞, մենք ինչպես ճոճ բառը ստացանք։ Աչից ցախից ճայերն էին նստել, մեջտեղում հայտնվեց on եւ դարձավ ճոճ բառը։ Ճուտը գծեց ծտի ճիտը։ Ճիտը վիզն է, ճուտը հավից հակն է, կծեց ծտի, ծիտը ծիտիկն է, ճիտը, ճուտը կծեց ծտի ճիտը, փորձում ենք շատ արագ ասել, ճուտը կծեց ծտի ճիտը, և առած ասացվածքին անդրադառնանք, պարանի երկարն է լավ, խոսքի կարճը, պարանը մեզ պետք է, անհրաժեշտ է տարբեր գործիքների համար, տարբեր գործեր կատարելու համար, պարանը պետք է լվացքը փռելու համար, պարանը պետք է խաղալու համար, պարանը պետք է բարձրությունից իջնելու համար, զանազան պարագաներում մենք օգտագործում ենք պարանը, դրա համար նա մեզ անհրաժեշտ է և ինչքան երկար լինի, այնքան լավ, բայց խոսքը պիտի կարճ լինի, դիպուկ լինի և իմաստուն լինի։ Հանելուկն եմ կարդում, ինչն է ինչը, ճաշարանի սկզբում է, դահլիճի վերջում։ Երբ երեխաները դժվարանան գուշակել, դուք շեշտված ասեք ճաշարանի սկզբում, դահլիճ բառի վերջում։ Երբ շեշտված ասեք, իրենք կզգան, որ խոսքը ճ-ի մասին է։ Հաջորդ էջում Նոյի տապանի մասին փոքրիկ պատմություն է։ Երեխաները հիշում են պտառ անցնելիս, պատմել ենք Նոյի և նրա տապանի մասին, թե ինչպես Աստված բարկացել էր մարդկանց վրա և որոշել էր ջրհեղեղ անել և կործանել մարդկանց։ Բայց կար մի աստվածավախ, բարեպաշտ մարդ Նոյը, որին Աստված որոշեց, որ նա պետք է իր ընտանիքով փրկվի և մարդկությունը պիտի շարունակվի Նոյի սերունդներից։ Եվ Նոյը իր ընտանիքով մտավ տապանի մեջ, իր հետ վերցնելով բոլոր բույսերից, թռչուններից, կենդանիներից տեսակներ և 40 օր ու գիշեր ջրհեղեղ եղավ, անձրև եկավ, հետո Նոյի տապանը կանգ առավ Արարատի գագաթին։ Նոյը ուզում էր իմանալ ջուրը քաշվել է թե ոչ, սկզբում ուղարկեց Ագրավին, Ագրավը գնաց, քանի որ նա լեշակեր էր, այնտեղ շատ դիակներ կային և Ագրավը սկսեց իր կերուխումն անել և մոռացավ, որ պիտի վերադառնա և լուր տանի։ Նոյը սպասեց Ագրավի վերադարձին, տեսավ չի գալիս, հաջորդը ուղարկեց Աղավնուն, Աղավնին գնաց և վերադարձավ, ձիթեն ու ճյուղը կտուցին։ Նոյը հասկացավ, որ ջուրը քաշվել է, բուսականությունը սկսել է աճել։ Եվ նա բացեց տապանի դուռը և բաց թողեց բոլոր կենդանիներին։ Քանի որ կենդանիների ոտքերը նա կապել էր, սկսեց աստիճանաբար արձակել, քանդել կապերը։ Ճնճղուկը շատ անհամբեր էր, չսպասեց, որ Նոյը քանդի նրա ոտքի կապերը և այդպես ոտքերը կապած ցատկոտելով հեռացավ։ Դրա համար էլ մինչև այսօր ճնճղուկը ցատկոտելով է գնում, աջ և ցախ ոտքերը միասին ցատկ է կատարում։ Կարող ենք առաջարկել երեխաներին, թե որևէ մեկը տեսել է ճնճղուկ, որը քայլում է մարդու նման, մեկ աջ ոտքը առաջ դնելով, մեկ ցախը։ Երեխաները բոլորն էլ ցույցադրում են, որ ճնճղուկը ցատկելով է քայլում։ Կարող ենք ֆիզկուլտ դատարանել և երեխաները կանգնեն ճնճղուկի նման ցատկոտել։ Հետո կարդում ենք ճնճղուկը դասը։
Նոյը կենդանիների բոլոր տեսակներից զույգ վերցնում է տապանի մեջ, զույգ բառը կրկնվող բառ է, գրվում է գծիկով։ Ջրհեղեղից հետո Նոյը մեկ արձակում է կենդանիների ոտքերի կապերը, արձակել նշանակում է քանդել։ Ճնճղուկը չի համբերում, համբերել այսինքն չի դիմանում։ Հենց այդպես ոտքերը կապած թռչում է տապանից։ Մինչ հիմա ճնճղուկը ոտքերը կապածի նման ցատկոտում է։ Այժմ անդրադառնանք խաղերին։ Աջ և ցախ խաղն ենք խաղում, ամբար պահեստ է նշանակում, ցախից տեղադրենք ճ, կդառնա ճամբար։ Ճամբար բառը երեխաները գիտեն, շատերը հեռուստացույցով տեսել են ճամբարում կինո նկարը եւ գիտեն, որ դա ամառային ճամբար է, որտեղ երեխաները հանգստանում են։ Կարճ բառի աճից ավելացնենք ճ, կդառնա կարճ։ Մուր բառի աճից տեղադրենք ճ, կդառնա մուրճ, գործիք։ Լի նշանակում է առատ, ճոխ, շատ, աճից տեղադրենք ճ, կդառնա լիճ։ Յուղ բառի ձախից ենք տեղադրում ճ, ստացվում է ճյուղ։ Եվ աղ բառի ձախից տեղադրենք ճ, կստացվի ճաղ։ Ճերմակը հավասար է սպիտակի, բացատրում ենք, որ սրանք հոմանիշ բառեր են եւ ճերմակը եւ սպիտակը նույն գույնն են։ Նույն ձևով հոմանիշներ են նաեւ ճիտը եւ վիզը։ Այժմ գտնենք ավելորդը. ճանճ, ճպուր, ճայր, ճագար, ճնճղուկ։ Երեխաները գտնում են, որ ճագարը միակ կենդանին է, որը չի թռչում։ Այժմ խաչբառն ենք լրացնում, մեզ օգնելու է այսօր մեկնաբառ ճանապարհը եւ սկսում ենք լրացնել խաչբառը։ Առաջինը նկարում պատկերված է ճոճ։ Ճ-ն արդեն գրված է, այս բառը արդեն մենք շատ հեշտությամբ կգրենք, քանի որ ոտանավորն էլ ասեցինք եւ պատմություն հորինեցինք։ Երկուսին ենք նայում, ճանճ։ Նայում ենք երրորդ նկարին, թաթն է նկարված կենդանու եւ ճանկն է ցույց տալիս։ Կենդանու եղունգին անվանում են ճանկ։ Գրում ենք ճանկ։ Չորրորդ նկարում պատկերված է ճագար։ Գրում ենք ճագար։ Հինգերորդ նկարում պատկերված է ծվի կճեպ, գրում ենք կճեպ, կճեպ, բան արդեն ունենք։ Վեցերորդ նկարում գրված է այն, ինչով գրում են գրատախտակին, կավիճ, կավիճ։ Յոթերորդ նկարում պատկերված է կարիճ, գրում ենք կարիճ։ Եվ ութերորդը մահճակալ, բաժանենք վանկերի, մահ, ճակալ, մահճակալ։ Փոքրատար ձեռագիր Չ-ի մասնիկները, փոքրատար ձեռագիր Չ։ Մեծատար ձեռագիր Չ-ի մասնիկները, մեծատար ձեռագիր Չ։ Ստի ոտքերը կարճ են։ Առած է, որը կարելի է գրել ու գեղեցիկ արտագրելուց հետո սովորել, որ սուտ խոսել չի կարելի, միևնույն է սուտը կբռնվի։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։